Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գրեթե ամեն օր Նիկոլ Փաշինյանը Facebook-յան գրառում է անում ու հստակացնում է, որ դեղափարը պետք է հեռանա։ Ամեն օր ասում է։ Հիմա իշխանությունը ինչ պլան ունի կոնկրետ։ Եկեղեցի իշխանություն հարաբերությունները կարգավորվելու են։ Մինչև վերջ գնալու եք հասնեք մինչև կալանավորման, որովհետև տեղեկությունները պետք է կալանավորել շարունակել։ Ես խնդրում եմ։ Ինչ եք պատրաստ։ Ես խնդրում եմ, հորդորում եմ։ Եկեք մի ճարաջ գնանք, էլի արավ ինձ վարվում է։ Ես խնդրում եմ, հորդորում եմ Կտրիչ Ներսիսյանին։ Հնարավորինս արագ լքի իր այդ կարգավիճակը, որը հիմա բռնացել է, խնդրում եմ առաջարկում եմ անել։ Ինչքան երկար տևեց այս պատմությունը, այնքան այս պատմությունը Իրան, մեր երկրին, մեզ բոլորիս ձեռնտու չի լինելու։ Վերջը լինելու է նույնը, ինքը լքելու է այդ տեղը։ Խոսքը ժամանակի մասին է եւ խնդրում եմ նորից եմ ասում, խնդրում եմ, թող շատ բան չանի։ Խնդրում եմ թող ես ԱԾ-ից ինչ կապ ունեմ, դուք խանգարում եք ինձ, դուք խանգարում եք ինձ։ Նույնը ինչ, այսինքն վերջին հետևերվալը մենք տեսանք ԱԱԾ-ով գնացին։ Հարկերից, բայց այդ ԱԱԾ-ով չգնացին, չէ՞ որ ասում եմ, էլի այն անեկդոտը հիշեմ, որ դու ոչ մի բան չէիր արել, տենց քեզ ասացին, ուղղակի դե։ Գալիս էր քնչել։ Լավ, ես տեսա ոդկով ոնց էր գալի, ոդկով գալացող մարդը Գյումրիից չի գնում երկու օր թաքնվում, վեհարանում, հետո Մեկ ամիս առաջ Ստեղա, այդ հերասը հերկար։ Հերո։ Պարոն Սիմոնյան, ինչ հետաքրքիր է, դուք դատախազից գրություն ստացել եք Արտակսյանի հետ։ Դեռ ոչ, այսինքն բայց դες ասել են գալու են նման։ Իսկ կալանավորումն էլ լինելու։ Չեմ կարող ասել, կստանամ նոր։ Բայց քրեական հետապնդման մասով գիտեք, որ ես դեռ կարող սպասում եմ, որ իսկ դա լինելու է հուլիսի 4-ին եւս մեկ ստացվում է տեղեկությունները։ Մինասյանի մասով կբացատրեք, պարոն Սիմոնյան, վերջը ինչ փուլում որ չի։ Լավ, շատ լավ փուլում է։ Շատ բարի փուլում է։ Դա կքննարկվի, չէ՞, դատախազությունը պետքա պատրաստ լինի։ Պետքա պատրաստ լինի, մենք օրենք ենք փոխել, գիտեք, մենք հնարավորություն ունենք հատուկ դրա համար արտահերթանենք, դրա կարիք կլինի։ Պարոն Սիմոնյան, եւ նորից ձեր ասացի Այլև ժամ կգամ, հեսա նայեք վերջացնենք։ Պարոն Սիմոնյան, դուք որ նշում եք պետք է կաթողիկոսը հեռանա եւ եթե չէ խնդրում եմ, ասացի խնդրում եմ։ Ինչ, հետո ինչ չի կատարում ձեր հայրենիքը։ Չի կարող։ Դեպա ժողովուրդ չի կարող, որովհետեւ ես որպես հավատացյալ մարդ, որը որ մկրտված է հայ առաքելական եկեղեցում, որի համար հայ առաքելական եկեղեցին սրբություն է, ես չեմ ուզում, չեմ կարող հանդուրժել նման բանը եւ չեմ ուզում, չեմ մտածել, ցավում եմ, պայքարելու եմ, համոզելու եմ, այն ինչ որ անում է վարչապետը, օրինակ, վարչապետը ինչ անում, ամեն օր բացատրում է, ամեն օր ցույց է տալիս ճանապարհը, ամեն օր, թե կապրեն կտենանք։ Ինչ ես որ ասում։ Մեթոդները կփոխվի, փոխվող չէ մի օր։ Սերժ ինչքան վաղ դուրս էին գալի միտինգ էին անում։ Ռոբերտ Քոչյան ինչքան վաղ դեռ չէր տա։ Այսինքն կաթողիկոսը դեռ 10 տարի ունի։ Չեմ կարծում։ Բացի Աշոտ Սարգսյանի չգիտեմ բալեջ։ Եվ Այն նշած մարդկանց հետ կապված գիտեմ որ պետք է գա, ասեմ բացի շողիկի ասած մարդկանցից որևիցե այլ մեկի մասին ինֆորմացիա չկա։ Այս ենթադրյալ հեղաշրջման փորձից մասին հայտարարելուց հետո արդյոք Բարձրաստիճան պաշտոնյաները իրենց անվտանգությունն ուժեղացրել են։ Չէ, ցավոք սրտի, բայց կարելի է։ Դե որովհետև վտանգավոր է։ Չէ, որ ասում եք չէ, Դե չէ, ավելի չգիտեմ, քիչ են կարող։ Չգիտեմ։ Բայց դուք կարծում եք, որ անհրաժեշտություն կա։ Ես ընդհանուր առմամբ նեղսրտում եմ իմ շուրջը պտտվող մարդկանցից, որովհետև անձնական տարածք չունեմ առնվազն, բայց չի արվել։ Հայացքի մասին իդեպ Բայց դուք ձեզ վտանգ զգում եք։ 4-ին ժամը Տենում եք, որ ինֆորմացիաներս ճիշտ է։ Չէ, դա մի ժամ առաջ է գամարակվել։ Դե ես հիմա ես ուրիշ տեղից եմ։ Բայց դուք վտանգ զգում եք ձեր անձի հետ կապված։ Ինչի՞ պետք է զգամ։ Ասենք քեզ դու ինձ չեն Իսկ սպառնում։ այդ վտանգի հետ կապված ինչ քայլեր եք Որ քեզ ամեն շաբաթ ինչ որ մեկը անծանոթ բանից էջից կամ թեկուզ բաց էջով սպառնա ֆիզիկական հետո պլանը լինի որտեղ որ գրավում են հիմնական շենքերը երկիրը քաոսի է վերածվում մարդիկ են գյուլվում եւ այլն դու չէիր անհանգստանա իհարկե կանհանգստան մարդիկ իշխանականներին հարցեր տալու համար ինձ էս վերջին մի քանի տարում 10 օրը մեկ գրում են քեզ որտեղ տնան գլուխը ջարդել չէ որովհետեւ հələ որ իզեթե նման դեպքեր
Այսում միկրոֆոններ, այսում միկրոֆոններ։ Մի աստված բուտուկ։ Պարոն Սիմոնյան, քանի որ ասացիք Երեխեք կավարտ ենք, Կարեն Դեմիրճյանին է սպանել, ինքին գործ, ես ազգային ժողովի նախագահ եմ, ինքն էլ էր ազգային ժողովի նախագահ, Արադ Միրզոյանին էլ ծեծել են այնքան, մինչև մտածել են, որ մահացած է, չգիտեիր։ Բա ինչ ես ասում։ Հետևում եմ, բայց մինչև օրս հենց ձեր իրավապահ համակարգը Լավ չես հետևում, արդեն մի քանի օքի ձերբակալվել է։ Ձերբակալվել է սպանության փորձով ընդամենը 2-ն են։ Տեսանյութերում հազարավոր մարդիկ են եղել։ Ես համաձայն եմ, որ դա խնդիր է։ Ես համաձայն եմ, որ ես քո հետ համաձայն եմ, թող ջանասիրություն չսաբեմ։ Համաձայն, բայց այդտեղ վիճակ է։ Բա ինչ կա։ Այլ հարցեր։ Պետք է հեռանա կամավորներ հայտարարեց, որ տեղի ունեցողը հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին է հարվածում։ Նախ ընդհանուր առմամբ ինչ կապ ունի տեղի ունեցողը հայ-ռուսական հարաբերությունների հետ եւ ինչպես է ձերբակալությունների հարվածումները։ Դե երևի իրանց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն են նայել եւ տես տպավորություն է մոտս բաներ եղել, որ սա իրոք հարվածում է հայ-ռուսական հարաբերություններ եւ իրոք իրանց այդ դեգեներատ հաղորդավարների ելույթները իրոք վրդասում են հայ-ռուսական հարաբերությունները։ Մենք ունեցել ենք շատ լավ այց իմ գործընկեր Մատվիենկոյի այցը Հայաստանի Հանրապետությունում ռեգիոնների ղեկավարների, սենատի անդամների շատ լավ այց ենք ունեցել, շատ անկեղծ։ Ու հիմա այդ մարդիկ, որովհետև ամեն ամիս, չգիտեմ, Սամվել Կարապետյանը կարող է ուրիշ մարդ, չգիտեմ, ծրարով մի 30-50,000 $, փող է տվել, հիմա իրանք ասում են, որ դրանք իմ ընկերներն են, էլի ում փող է տվել, հիմա իրան ընկերներն են, ում հարսանիքին կանչել է երկել են, էլի իրան ընկերներն են, բան տենց այդ մարդկանց հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանություն, թող ռադները քաշեն, վեր ընկնեն, իրանց գործով զբաղվեն եւ մեր երկրի ներքին գործերին չխառնվեն, դրանք հակառակ էմոցիա են առաջացնում։ Իմ մոտ չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ, ասում եմ, թող բերանները փակեն, ռադները քաշեն։ Ու ես համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս բաների հետևանքով պետք է արդեն քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այդ մանկուրտների, կապիկների ծրագրերը վաղուց փակված են Հայաստանի Հանրապետություն, իրաց մուտքը Հայաստանի Հանրապետություն փակված է, բայց եթե պետական ալիքները իրանց թույլ են տալի խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է նույն ձևով արձագանքենք, առնվազն փակենք իրանց մուտքը մեր հանրության բնակարաններ, որովհետև եթե փակում ես, ասում եմ, այդ որոշ դեգեներատների բաները, մանկուրտների բաները, այդքան է ճիշտ ծրագրերը, բայց դրանք ոնց էլ լինի, բանի ինչ որ այլ ծրագրի մեջ, ինչ որ կտորներով ցուցադրելով էլի սողոսկում են եւ մեր Հայաստանի Հանրապետության ժողովրդի առնվազն նյարդերի վրա ազդում են։ Այլ արծա որ մեզ ինչ որ ձևով օգուտ է տալիս, որտեղ երբ որ հեքիաթներ են պատմում, որ Հայաստանում ԱՄՆ-ի, չգիտեմ, սպեցնազը ազգային ժողովում էր կամ կառավարությունում էր կամ ինչ որ բան, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գիտի, չէ, Հայաստանում ինչա կատարվում, հասկանում են, որ սուտ են ասում, բայց մեկ այլ հարց է մեր երկրի անվտանգությունը, կամ Հայաստանի Հանրապետության պետական գործերին պետքա չխառնվեն, կամ ներողություն եմ խնդրում, իմ անձնական կարծիքն է, որ պետք է այդ հարցը քննարկենք։ Լավովն է նաև մտահոգություն հայտնել։ Լավրովին իր գործընկերը պատասխանել է, ես ավելացնելու բան չունեմ։ Չասեցիք Ֆրանսիայի նախագահը չխառնվում Հայաստանի գործերին, որ երբ որ աջակցություններ ցույց տալիս։ Ասում էր Հայաստանում ապահովանելու այդ փորձերին համերաշխություն են հայտնում։ Հիմա որ ես ասում եմ կամ որից մեկը ասում է, լսեք, Մակրոնը չի խառնում, որովհետև ասում է տերորիստական ակտի մասին տեղեկություն կա, մի արեք, որովհետև դա անվտանգությանը կվնասի, եթե թարգմանենք կարճ լեզվի, հա, դա նորմալ բան, ես կարամ ասեմ, որ երբ որ որոշ երկրների ներկայացուցիչներ խառնվում են մեկ այլ երկրի կամ տերորիստական ակտին, դա պետք չի կարելի, դա ինչ է, ժողովրդավարության մասին խոսակցություն։ Չի համարվում։ Պարոն Սիմոնյան, ասացիք, որ Գարեգին Բնկոտ Ներսիսյանը միևնույն հետաքրքիր է Վազգեն Գալստանյանի եւ Միքայել Աջափարյանի ձերբակալությունից կալանավորումից հետո Գարեգին փորձել է կոնտակտի դուրս գալ կապի դուրս գալ իշխանության։ Ես կարծում եմ իշխանության հետ կապի մի ձև կա։ Իշխանության հետ կապի մի ձև կա։ Հանրորեն դուք հարգելի լրագրողներ, լավ դուք այդքան անզոր եք կներեք այս բառիս համար։ Չեք կարողանում այդ հարցի պատասխանը գտնեք։
Ընդհանրապես ես տեսնում եմ, այնա փայլակ ուրա գնաց, փայլակներ։ Հարց եք տալի, ասում լալա հարաճ դենով ամեն ինչից խոսում է, բացի հարցին պատասխանելուց։ Հարցրեք, ասեք, եղբայր, երեխա, ունես, չունես, հա, չէ։ Իր հեռացման Լսեք, բայց հələ մարդիկ կան, որ ասում են, դե հələ ինքը չի ասել։ Այդտենց ինքը տենց աչքերը փակում, ակաժները փակում, ձևը անում, որ գոյություն չունի։ Հիմա ինչքան է մեզ բոլոր ձեզ խափելու, ինձ խափելու, ձեզ խափելու։ Այդ քողը, որ գցել էր հարսի, երբ որ դառնում էր կաթողիկոս։ Ես չեմ ասում դա վատ բան, ես ամենևին ձեռ չեմ առնում, հանկարծ չմտածեք, դա եկեղեցական կարգ է, ընդհանրապես խնդիր չկա դրա հետ կապված։ Ասում եմ դա, բայց նշանակություն ունի, չէ՞։ Պարոն Սիմոնյան, բայց այս իշխանությունն էս ինչ է, կներեք, էս ինչ էժանագին բան է, թեմա է անցել, որովհետև կաթողիկոսին վերագրվում ասում են ռուսական ծառայությունների Ես դες բան չեմ ասել։ Ձեր չեմ վերագրում։ Տենց խոսակցություն, հմեկի յետերում ասում են ռուսական բան է, ռուսական հատուկ ծառայության դատակալը։ Ունեցվածքի մասին։ Նարեկ ջան, բայց կներես էլի ներողություն եմ խնդրում։ Ինչ է իշխանությունը ներողություն եմ խնդրում։ Ինչի է վրթովմունքը, այդ ջղայնությունը։ Օրինակ չես ասում ընդդիմադիր մեր գործընկերներին, որ օրինակ իմ մասին ինչ ասես ասում են։ Դու գիտես, չէ՞, իմ լավ եւ վատ կողմերը, գիտես, որտեվ շփվել ենք մենք։ Ինչի՞ չես ասում, օրինակ, չգիտեմ, էս ինչան էս ինչ։ Դու ո՞նց ես իր մասին սենց բան ասում։ Ինչի՞ ես սենց բան ասում։ Ուզում հասկանամ, գիտեմ, որ իմ մասին վատ բան չեն ասում։ Ինչի՞ չես ասում, ուզում հասկանամ։ Բայց որ չեն ասում ո՞նց ասել։ Մերսի, ապրես։ Շնորհակալություն։